FM 107 հաճախականությամբ եթերում Արմ ռադիոն է, ստուդիոյում է Դավիթ Մուրադյանը, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հունվարի 17-ի մամուլի համառոտ տեսությունը։ Հայկական ժամանակը հայրը գիտի վերնագրով հոդվածում գրում է. 2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մեհերյանի հայրը Պետրոս Մեհերյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ գտել է որդուն սպանողին։ Նրա խոսքով մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար։ Կատարողը իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները։ Ես գիտեմ, թե ինչի է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի։ Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել։ Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, ովքեր տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում, ասել է սպանված փոխոստիկանապետի հայրի ու նշել, որ դեռևս չի հայտնի սպանության կատողի անունը։ Գևորգ Մեհերյանը սպանվել էր իր տան մուտքում։ Հրապարակ օրաթերթը տեղեկացնում է, որ այսօր Նոբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող 20 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու։ Նրանք 3 նամակ են պատրաստել Հայաստանի նախագահին, Եվրախորհրդի եւ Կարմիր խաչի գրասենյակներին, իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել Հայաստանի քրեական օրենսգրքի փոփոխություններին, այսինքն պատիժ սահմանել 15-ից 20 տարի ազատազրկման շրջանակներում։ Քանի տեղ կստանա ԲՀԿ-ն, հարցնում է 168 ժամը եւ գրում. կարծես թե սկսվում են ուրվագծել խորհրդարանի իշխանական ուժերի վերադասավորության եւ ընդգրկվածության չափաբաժինները, այլևս ակնհայտ է, որ ազգային ժողովի ընտրություններին իշխանության մաս կազմող հիմնական երկու կուսակցությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստանը, մասնակցելու են առանձին ցուցակներով, այլ հարց է օրինաց երկիրը, որի ձեռքը բառիս բուն իմաստով կրակնեն ընկել իշխանությունները, գրում է 168 ժամը։ Այն իմաստով, որ եթե ՕԵԿ-ը հանդերձ գա առանձին ցուցակով, որքան էլ ձեթ ու օղի բաժանի միևնույնը չի կարող հաղթել եւ հաղթահարել նվազագույն 5%-ի շեմը։ Այդ է պատճառը, որ այս օրերին քննարկվում է նաեւ ՕԵԿ-ականներին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու հարցը, եզրափակում է 168 ժամը։ Հայոց աշխարհը ինչու է բարկացել պրեսկոտը վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ անհասկանալիորեն Պրեսկոտը բարկացել է, երբ խոսքը վերաբերել է 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելուն։ Չհասկացա, թե ինչու ինքը այդպես շատ կրկոտ արձագանքեց։ Ես բնականաբար հակադարձեցի ինչպես պետք էր։ Ձեր արչև հարց ենք բարձրացնում, բարի եղեք այդ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ ինչ իրավիճակ է այսօր Հայաստանում, հետո պարտավոր եք որպես զեկուցող անդրադառնալ առկա տեսակետներին, հանդիպումից հետո պատմել է Ռուստամյանը։ Պրեսկոտը չէր ցանկանում մեզնից ապացույցներ ստանալ, քանի որ ապացույցներին պետք է տրվեր գնահատական, սա էր խնդիրը։ Նա հնարավորինս ուզում էր չունենալ որևէ փաստաթուղթ, որպեսզի ապագայում նաև այդ փաստաթղթերին եւ փաստարկներին չանդրադառնար իր զեկույցում եւ բանաձևում։ Իր հերթին էլ նշել է Զարուհի Փոստանջյանը, ով ներկայացնում է Ժառանգություն կուսակցությունը։ ՀՀԿ-ն կգնա մենակ, տեղեկացնում է Առավոտը եւ պարզաբանում, Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևի մասին իր որոշումը։ Այս մասին է ասել ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը, որի պնդմամբ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայել են այն մասին, որ կուսակցության քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է, այն հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա։ Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրակարգում եւ պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար, ասել է աղբյուրը Առավոտ օրաթերթին։ Ազգը արաբական գարունը անցյալ տարվա ամենաաղմկահարույց իրադարձությունն էր, վերնագրով հոդվածում հավելում է, իսկ ամենանշանակալիցը Եվրամիության որոշ երկրներում ծայր առած ճգնաժամն է։ Անցյալ տարվա թերևս ամենաաղմկահարույց միջազգային իրադարձությունը արաբ բռնապետերի տապալմանը հանգեցրած ժողովրդավարական խռովություններն էին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արևելքի երկրներում, գրում է ազգը։ Այդ խռովություններն արևմուտքում հորջորջվեցին որպես արաբական գարուն, թեև այդ գարունն արդեն վերածվել է խստաշունչ ձմռան, մասնավորապես Եգիպտոսում եւ Լիբիայում, սակայն արևմուտքը ելնելով երկրի նպատակահարմարությունից շարունակում է խրախուսել խռովությունները, որպեսզի ժողովրդական խռովության միջոցով չեզոքացնի տարածաշրջանում սեփական քաղաքականության համար խոչընդոտ հանդիսացող վարչակարգերին։ Տվյալ դեպքում խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համակարգի մասին է, գրում է Ազգ օրաթերթը։ Օրինաց երկիրն առանց ակցիզների վերնագրով հոդվածում Ժողովուրդը գրում է.
Հետ չմնալով իր կոալիցիոն գործընկերներից, օրինաց Երկիր կուսակցությունն ամանորյա տոների կապակցությամբ զանգվածային ընտրակաշառք է բաժանել Հայաստանի մարզերում հնդածս սկավառակներով քարոզչություն իրականացնելուն, եւ թերթը պատկերել է մի նկար, որտեղ տեղադրված է տոպրակի պարունակությունը։ Իհարկե շատ է գրվել, որ ՕԵԿ-ն Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքը բաժանել է բնակիչներին, բայց հետաքրքիրն այն է, որ օրինաց Երկիր կառուցելու լիազորություն ստանձնած այս քաղաքական միավորն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել։ Խոսքը ոչ միայն ընտրական օրենսգրքի, այլև ակցիզային հարկի մասին օրենքի խախտման մասին է։ Ժողովուրդը տեղեկացավ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն առանց ակցիզի օղիներ է բաժանել քաղաքացիներին, ինչն օրենքով արգելված է, տեղեկացնում է Ժողովուրդ օրաթերթը։ Եվ վերջում տեղեկացնեմ 4-րդ ինքնիշխանություն թերթի հրապարակած հոդվածի մասին։ Փող ունենար, վարձը կվճարեր, կոչվում է այսպես։ Բանից պարզվում է, հունվարից Երևանում գործում է աղբահանության վարձավճարների գանձնման նոր կարգ, իսկ այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 4-րդ ինքնիշխանությունը մեկնաբանում է վարչական պատասխանատվությունը, որքան հասկանում ենք, տուգանքն է, իսկ պարտավորություններից խուսափելը աղբահանության վարձավճարը չմուծելը։ Թե որքան է այդ վարձավճարը չգիտենք, բայց եթե նույնիսկ մի քանի 100 դրամ էլ լինի, միևնույն է։ Տասնյակ հազարավոր ընտանիքների համար դա էլ է լուրջ գումար, եւ ահա ստացվում է, որ նրանք, ովքեր փող չունեն, փող չունենալու համար պիտի տուգանվեն ենթադրաբար ավելի մեծ գումարով։ Եզրափակում է 4-րդ ինքնիշխանությունը։ Մամուլի տեսությունն Արմ ռադիոյի եթերում է ամեն օր, բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից առավոտյան լրատվական թողարկման ընթացքում եւ ժամը 14-ին ու 16-ին ձայնագրությունները հասանելի են Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի մեր էջերում Arm Radio FM 107 հասցեներում։ Մամուլի տեսությունը պատրաստեց եւ ներկայացրեց Դավիթ Մուրադյանը։